Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ցեզի սիրելի արազատներ, բարիլույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Որքան կարևոր է ամեն օր Աստվածաշունչը ընթերցել։ Աստուծո սուրբ խոսքերով աջիլ զորանալ։ Տեր Հիսուս ինչը սավ սատանային ու հաղթեց անոր փորձության, ըսավ մարդ միայն հացով չէ որ գաբրի, այլ այն ամեն խոսքերով, որոնք Աստուծո բերնեն դուրս կելեն։ Սիրելի քույրեր եղբայրներ, Աստուծո սուրբ խոսքը գզորացնե մեզ։ Տշնամիին դեմ հաղթանակ կուտա, փորձության ժամանակ զորություն կուտա, հուսահատության ժամանակ հույս կուտա, հավատքի դգարության ժամանակ հավատ կզորացնե, սիրո բագասի ժամանակ սիրով գլեցնե։ Աստուծո խոսքը զենք է մեր ցերքի մեջ, ընդեմ չարին, տշնամիին եւ ամենօրյա հաց ու ջուր է մեր հոգեվոր կյանքի աճման։ Լսեցեք սիրելներ հետևյալ պատմությունը։ Ժամանակին հայրը իր գինը եւ իր երեխաները գանչու անոնց սկսե։ Ես հերավոր երգիր պիտի մեկնիմ, կումար վաստակեմ, վերադառնամ որբեսի մեր ընտանիքին վիճակը փարվոքի։ Եվ իսկապես հայրը երբ կմեկնի, քանի ամիսի հետ ընտանիքի անդամները նամակ կուղարկեն իրենց հորը։ Շաբաթ մի հետ նամակի պատասխանը կստանան։ Երբ նամակը կհասնի, հորը նամակը կհասնի դուն, բոլոր ընտանիքի անդամները գուրախանան, գծնձան, հորը նամակը գարնեն, գսկսին, այսպես օդի մեջ երերացնել, համբուրել, իրենց գլխուն տանել, սրդին գուրցքին վրա սեղմել, բայց նամակը չեն բանար։ Այդ նամակը ապահով այսպես բահարանի մեջ կդեղատրեն։ Ժամանակ մի հետ դարձյալ նամակ կուղարկեն իրենց հոր եւ դարձյալ հայրը իրենց կպատասխանեն նամակով։ Դարձյալ ընտանիքի անդամները երբ նամակը կստանան, կհամբուրեն, իրենց սրդին վրա կսեղմեն, բայց չեն բանար նամակը ու կզեդեղեն բահարանի մեջ։ Երրորդ անգամ նույնպես նամակ կուղարկեն իրենց հոր, հայրը կպատասխանեն իրենց նամակին եւ թշպախտապար այս անդամները ընտանիքի չեն բանար նամակը, այլ միայն գուրախանան, գծնձան, գամբուրեն եւ այդպիսով նամակը կդեղատրեն բահարանի մեջ։ Տարիմը 2 տարի կանցնի, հայրը կվերադառնա դուն։ Կտեսնե որ դան երեց տղան, մեծ տղան առանցին նստած տխուր վիճակի մեջ։ Հայրը զարմացած սկսե. «Զավակս, ուր է մայրդ»։ Տղան դխրությամբ իր հորը գսե. «Հայրիկ, մայրիկը շատ ծանր հիվանդացավ, քեզի նամակ գրեցինք եւ քեզ մե գումար խնդրեցինք, որբեսի ուղարկես եւ մայրիկը հիվանդանոց տանեինք, բայց քեզ մե պատասխան չեկավ եւ մայրիկը մահացավ»։ Հայրը գխինթինա գսե որ զավակս, ես ցեզի նամակ ուղարկեցի, նամակս չստացաք։ Զավակը գսե ստացանք հայրիկ։ Գսե որ չգարտացիք, չփացիք նամակը եւ գսե ոչ։ Գսե հապա ինչ իրիկ։ Գսե հայրիկ համբուրեցինք, մեր սրդի վրա սեղմեցինք, ահա բահարանի մեջը դրած ենք, բահած ենք։ Գսե զավակս, բայց ես այդ նամակին մեջ գումար դրած էի որ ծեր մայրիկը հիվանդանոց տանեիք, բժշկեիք, ինչու չեք բացած նամակը։ Ապա հայրը գսե, հապա ուր է քույրդ։ Գսե հայրիկ, քույրս դժբախտաբար սխալ ամուսնություն կնքեց։ Մենք քեզի նամակ գրած էինք, որ դու խրադեիր մեր քրոջը, բայց երբ որ քեզ մե պատասխան չստացանք, քույրս դժբախտաբար քնած այդ դղուն հետ փախավ եւ հիմա դժբախտ ամուսնության մեջ է։ Հայրը գխելակարի, գսե որ զավակս, ես քույրիկիդ նամակ գրգացի, ուղարկած նամակս չստացաք։ Զավակը գսե ստացանք։ Չգարտացիք, ոչ գսե։ Հապա ինչ երիկ։ Գսե հայրիկ, նամակը համբուրեցինք, մեր սրդին սեղմեցինք եւ բահարանի մեջ պահեցինք։ Գսե զավակս, ես այդ նամակին մեջ քրոջդ նամակ գրած էի։ Քրոջդ պատասխանած էի ասելով որ
խրադած է որ զավակս այդ ամուսնությունը ես լավ չեմ տեսնել, քեզի հարմար ամուսին չէ այդ տղան։ Հայրը գսե, հաբա ուր է, փոքր եղբայրը ուր է։ Գսե հայրիկ, փոքր եղբայրս դժբախտաբար թմրամոլ դարձավ, թմրեցուցիչներ գործածեց, սխալ ընկերներու հետ սկսավ բարեկամություններ եւ այսօր ահավոր վիճակի մեջ է։ Գսե որ դղաս, ես նամակ գրած էի եղբորդ, նամակս չստացակ, գսե ստացակ, ինչ էր։ Գսե որ հայրիկ գսե, նամակը սրդին վրա սեղմեցինք, համբուրեցինք, բայեցինք։ Գսե դղաս ես այդ նամակի մեջ խրադած է եղբորդ, որ սխալ ջամփաներեն հերու լար, որ աստուծո ջամփաներու մեջ են կալեր։ Եվ այսպիսով սիրելիներ, դժբախտաբար հորը նամակները ոչ ընթերցվեցան, ոչ ալ սիրելիներ դեղ հասան։ Սիրելի քույրեր եղբայրներ, այս բացությունը անոր համար է, որ Աստված մեզի իր նամակը ուղարկած է։ Իր խրադի նամակը, իր սիրո նամակը, իր խստության նամակը, իր հանդիմանության նամակը, իր ուղղելու նամակը, որբեսի մենք սիրելիներ ոչ թե բարձաբես սուբ գիրքը առնենք, համբուրենք, մեր ջակդին տնենք, մեր սրդին վրա սեղմենք եւ բահարանի մեջ տնենք, երբեմն փոշին առնենք, այլ որբեսի սուբ գիրքը փանանք եւ ընթերցենք։ Այո սիրելիներ, սուբ գիրքը ընթերցանության համար եղած է եւ ոչ թե բարձաբես դունի զարդի համար եղած է։ Վստահ եմ որ ամեն մեկը ծերդան մեջ կոնե նվազագույնը մեկ օրինակ ունիք սուրբ գիրքեն, եթե ոչ բազում օրինակներ։ Սիրելի ծնողներ, ծեր զավակներուն սուրբ գիրք նվիրեցեք անոնց ծննդյան դարեթարցի օրը։ Անձնական սուրբ գիրք որբեսի փանան ու գարտան եւ թուգալ անոնց հետ բացեք ու գարտացեք, որովհետեւ սուրբ գիրքը սիրելիներ մեծ զորություն ունի։ Բողոս Արաքյալ գխրադե իր Դիմոթեոս աշակերտը եւ հետեւյալը գսե. գգարտամ ցեզ երկրորդ Դիմոթեոսի 3-րդ գլխու 15-ին 17 համարները։ Եվ արդեն մանուկ հասակետ գիտես սուրբ գիրքերը, որոնք զորություն ունին քու միտքդ իմաստությամբ բանալու, որբեսի Քրիստոս Հիսուսի հավատաս եւ բրգվիս։ Աստուծո ներշնչումով գրված բոլոր սուրբ գիրքերը օգտակար են թե ճշմարտություն ուսուցանելու եւ թե սխալը հերքելու, մարդս ճիշտ ճամփու մեջ տնելու եւ արդար կյանքի մտաստիարակությունը տալու համար, որբեսի Աստուծո նվիրված մարդը գադարյալը լա ամեն տեսակի բարի գործերու պատրաստ։ Սիրելի քույրեր եղբայրներ, միշտ սուրբ գիրքը բաց թող մնա ծեր դան մեջ, ծեր սենյակի մեջ, ծեր սեղանին վրա եւ միշտ ընթերցեցեք։ Ինչպես որ սիրելներ ծեր դան սեղաններուն վրա, ջաշասեղաններուն վրա, ջաշը ամբագաս է, հացը ամբագաս է, սուրբ գիրքը հոգեվոր ջաշ է, հոգեվոր հաց է, միշտ պետք է ընթերցենք, որովհետև այստեղ է Աստուծո նամակը ուղված մեզի, մխիթարությունը մեզի, իմաստությունը դված Աստուծո այս գրքի մեջ կգտնվի։ Ես կուզեմ սիրելներ այս սկանչելի օրտնյալ առավոտուն ընթերցել եւ այսօրվան հոգեվոր նախաճաշը ավարտել արեմդահայ մեծ բանաստեղծ, օրտնյալ բանաստեղծ, որ քանի դարներ առաջ ննչեց 102 տարեկան հասակին, Ժակ Սե Հակոբյանի մեկ բանաստեղծությունը գրած սուրբ գիրքի մասին։ Այսպես վերնակրած է. սուրբ գիրքը թող բաց մնա։ Սուրբ գիրքը թող բաց մնա սեղանիդ վրա, դիվ ու ցայք։ Ձաղգամանի պես փյուրեղ, որ իր ձաղգուն էջերեն, թորեն, փուրեն Աստուծո բարերը վարդ ու մեխակ եւ դունդ իրենց քաղցրությամբ ու սրբությամբ լեցնեն։ Սուրբ գիրքը թող բաց մնա սենյակիդ մեջ մշտորեն, խնգամանի պես վարող եւ իր խոսքերը խնգուն եւ իր խոհերը խորունգ դունդ խորան դարձնեն ու երկնքի գաբույդով եւ անթորով զայն լնուն։ Միշտ բաց մնա սնարիդ, ջրակի պես փոցահև, որ լուսեղեն իր բարերն ուղեն ջամփեն Հիսուսի։ Ցայքերդ մութ ու մոլար
եւ ծորեկները տալ արև ու դերն ինք քեզ քայլ առ քայլ եւ փիփ առ փիփ ուղեկցի մորդ քիրգի բես էջ առ էջ թող փած մնա ան դղաս որ խոցերուն թեմ կյանքի եւ փորձությանց մեջ իր փոց քու խրովքներդ լալու ըսփոփավայր մունենաս եւ մեծ սիրոմը դեսիլքն ադելության թեմ մարդոց թող փած թող լայն մնա միշտ սեղանի պես հացալի որ քեզ երաշտ չթողու այս ջող աշխարը դղաս օրվան խաչը գրելու ուժը սիրտդ չբաքսի չհանքի հույս հասնելու լերանքակադ երկնահաս խոհերուտ մեջ թե կորցքիդ սուրբ գիրքը թող փած մնա եւ հոգվույթ մեջ միշտ ներգա միշտ գենթանի մնա թող որ ամեն մեկ վարգյանիդ մեն մի քայլիդ ջամփուտ վրա կյանքիդ վրա մանանա առ մանանա շող առ շող օրտնություններ անցրևեն բարի ցերքեն աստուծո Սիրելի քույրեր եղբայրներ թող այսօրվան հոգևոր նախաճաշը ցեզի խայծ մտա որ ամեն օր սուրբ գիրքը բաց պահեք եւ ընթերցեք եւ ոչ թե զարտիպես ցերդան անգյունը տնեք ոչ թե բարձաբես երբեմն փոշին հանեք կամ համբուրեք ու ցեր սերդին վրա սեղմեք այլ միշտ ընթերցեք երբ կճամփորդեմ առաջին բանը որ բայուսագիս մեջ կտնեմ սուրբ գիրքն է այս սուրբ գիրքը որ դարիներ շարունակ ամեն օր թերթադած եմ ժամերով աշխարհի մեջ ամեն անգյուն հետս եղած է ավելի ճիշտ ես իր հետ որովհետև սուրբ գիրքը աստուծո խոսքն է եւ երբ կփանամ զայն աստված է որ կխոսի հետս աստված է որ կպաշտպանես աստված է որ գուղե քայլերս հետեւաբար սուրբ գիրքը ծեր անբաժան ընկերը լա եւ ոչ թե հերացայինը փչիչային հերախոսը սուրբ գիրքը սիրելներ ցեզ ուղեգից թող դառնա սուրբ գիրքը գարտացեք բաց պահեցեք օրտնվեցեք բժշկվեցեք մղիթարվեցեք զորացեք որովհետև սուրբ գիրքը աստուծո ներկայությունն է ծեր գողքին ծեր կյանքի մեջ ծեր ուղեգիցն է եւ ծեր առաջնորդն է Աստված ցեզ արադաբես տողորտն է բարի եւ օրտնյալ օր ծեր բոլորին